քույրեր, այն ինչ որ կարողանում անի Տերը իր հոգիով, դա մարդու կողմն է անհնարին է, համաձայն եք։ Երբ որ Տիրոջ հոգին այցելում է, գործը այդ ժամանակա կատարվում, խորթուբորտ տեղերը հարթվում է, բարձրացած տեղերը ցածրանում է եւ ցածր տեղերը բարձրանում է։ Սա Տիրոջ հոգու գործն է, դարեր շարունակ Աստված գործել է իր հոգու միջոցով։ Այսօր ժամանակը ում է եկե հասե, եղբայրներ քույրեր, ում է հասե, մեզ է հասե, բայց նախանձավոր չլինենք, որ այդ հոգին, որ բոլոր դարերում գործել է, Սավուղի վրա գործել է, Դավիթի վրա գործել է, Նորուխտի շրջանում առաքյալների կյանքում գործել է, նրանք անվախ էին դարձել, նրանք քաջ էին դարձել, զորությունով լեցվել, կանգնել էին թագավորների առաջ էին դավանում, կուսակալների առաջ, մահը նրանց չէր կարում բռնի, Պողոս առաքյալին խորը որ բացվեց, այդ ձևի արտահայտություն արեց, ասեց ուրա ով մահ քո խայթոցը, ուրա գերեզման քո հաղթությունը, եղբայրներ քույրեր, այսօր համայն աշխարհը ով ուզում է լինի, ինչ Տիտղոսի արժանացած լինի, մահը որ գալիս է, ծունկի է գալի մահվան առաջ, համաձայն եք որ տենց է, մահը իր զորությունով բոլորին ծնկի է բերում, բայց մահը փախչում էր Աստծո զավակ Պողոսը Սուրբ Հոգով լեցված ընկել էր մահի հետևից, ասում էր ուրա ով մահ քո խայթոցը, ուրա գերեզման քո հաղթությունը, հոգով լեցվենք թե չէ, դուք ասեք, եղբայրներ քույրեր, այսօր առավել քան դրա կարիքը կա հոգով լեցվել եւ հոգով զորանալ։ Եղբայրների խոսք ուզում եմ շարունակեմ Հովանու ավետարան 14-րդ գլուխ 16 համարից։ Ես ալ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի տա ձեզի, որպեսի հավիտյան ձեզի հետ բնակի, ասենք փառք ես Տեր Աստված, նա հավիտյան մեզի հետ է բնակվելու, ճշմարտության հոգին, զորաշխարհը չի կրնա ընդունել, վասնզի չի տեսնել զանիկա ու չի էլ ճանչնա զանիկա, բայց դուք կճանչնաք զանիկա, վասնզի ձեր քով կբնակի, ձեր մեջ պիտի լա, ձեզ որբ չեմ թողա կգամ ձեզի, փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր, մտերմացեք, տեղ տվեք ձեր տաճարի մեջ, ոչ թե միայն Սուրբ Հոգով մկրտվել է պետք, այլ Սուրբ Հոգով լեցվել է պետք, համաձայն եք որ տենց է, եթե Սուրբ Հոգու լեցունությունը չի լինում, համարձակությունը չի գալի, դրա համար ասեց, կմնաք Երուսաղեմի մեջ, մինչև վերից ինչ առնեք, եղբայրներ քույրեր, զորություն առնեք, հետո ինձի համար վկաներ կլինեք, որովհետև Տիմոթեոսի մեջ ասում է, Աստված մեզի տվել է զորության, սիրո եւ զգաստության հոգի, երանի են Աստծո զավակին, ով որ տեղ է տալիս Սուրբ Հոգուն իր կյանքի մեջ, Կորինթացի մեջ 2 տեղ գրված է, բանավոր եմ ասում ժամանակի պատճառով, չեք գիտեր, որ դուք տաճար եք ում համար, հուշեք ինձ ում համար, Սուրբ Հոգու համար, եւ դուք ձեր անձի տերը չեք, մի տեղը տենց ասում, մյուս տեղը ասում է, չգիտեք, որ տաճար եք Սուրբ Հոգու համար, եւ եթե մեկը այդ տաճարը ապականի, հիշում եք Աստված էլ ինչ պետք է անի, եղբայրներ քույրեր, այս տաճարը դրա համար չի, որ ապականվի, որ աշխարհով տարվի, որ անիմաստ բաներով լեցվի, հեռախոսներով ծանրանա, այս տաճարը աղոթքի տուն պետք է լինի, համաձայն եք որ տենց է, Տեր Հիսուսը նախանձավոր, մտավ տաճարը առաջի դարում, ինչ արեց, հələ հիշեք, տեսավ որ տաճարի մեջ առևտուրներ կա, խարդախ բաներ կա, ստակ փոխողներ կա, ասեց ես ինչ եք արել, ավազակների վայր եք սարքել, բայց գրված է, որ իմ տունս պետք է աղոթքի տուն լինի, եւ գրված է տան նախանձը կերավ թե չկերավ, եղբայրներ քույրեր, դա առաջի դարում քարեղեն տաճարը, ոնց եք մտածում, մենք անձեռագործ տաճարներ ենք Տիրոջ համար, թե ոչ, ուրեմն նախանձավոր լինենք, ինչքան Սուրբ Հոգուն տեղ է տալի քո տաճարի մեջ, այդքան մաքրվում է ստակ փոխողները, փոխաբերական իմաստով, կա թե չկա մեր մեջ, առևտուրներ, որոշակի բաներ, անվայել բաներ, կա թե չկա, ասեք, ոնց պետք է ազատագրվենք, երբ որ տեղ է տալի Սուրբ Հոգու լեցունությունը այդ աշխատանքը տանում է։ Հիմա ես կարդում եմ, որ ժամանակ դարեր առաջ Հովել մարգարեի միջոցով այդ հոգին ոչ միայն պետք է գար, մկրտեր մարդկանց բնակվեր նրանց մեջ, այլ աշխատանք պիտի տաներ, եղբայրներ քույրեր, սա շատ կարևոր բան է, որ հոգևոր մարդը իր կյանքում հսկի, որպեսի Աստծո Սուրբ Հոգուն տեղ տա, որպեսի Աստծո Սուրբ Հոգին այս աշխատանքը տանի իր ներսը։
կարդում եմ այդ տեղը, որ գրված է Գործ Առաքելոց 2-րդ գլխից Պետրոսի խոսքն եմ կարդում, բայց Պետրոս ելավ 11-ին հետ մեկտեղ, ձայնը վերցուց ու խոսեցավ անոնց, ով հրյամարդիկ, այսօր մեզ էլ է վերաբերվում, եւ դուք ամենդ, որ Երուսաղեմ կբնակիք, այս ձեզի հայտնի լա, ու ականջ դրեք իմ խոսքերիս, քանզի ոչ թե ասոն գինովցած են, հիշում եք, որ ասել է, որ լսեցին օտար լեզուներով աղոթք են անում, ասեցին ինչ են եղել, ասին գինովցած են այս մարդիկ, բայց հիմա Պետրոս ասում է, քանզի ոչ թե ասոն գինովցած են, ինչպես դուք կկարծեք, վասնզի դեռ օրվա 3-րդ ժամն է, հապասիկա այն է, որ Հովել մարգարեի ձեռքով սվեցավ, տեսնենք ինչը սվեցավ, Աստծո Սուրբ Հոգու գործը մարդու կյանքում այսպես պետք է լինի, եւ պիտի լա, որ վերջին օրերը կսի Աստված, իմ հոգիս ամեն մարմնի վրա պիտի թափեմ, ու ձեր տղաքը, ձեր աղջիկները, ու շատի լսեք, եղբայրներ քույրեր, մի հոգու պարապ չի թողում, գործը Սուրբ Հոգու պետք է կատարվի, իմ հոգիս ամեն մարմնի վրա պիտի թափեմ, ու գործը պիտի գնա, ձեր տղաքը, ձեր աղջիկները պիտի մարգարյանան, լինի սա, թե չլինի եկեղեցու մեջ, այո լինի, որտև Տիրոջ խոսքով է, ձեր երիտասարդները տեսիլք պիտի տեսնեն, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, իմ ծառաներուս վրա, իմ աղախիններուս վրայալ, այն օրերը իմ հոգիս պիտի թափեմ, եւ պիտի մարգարյանան, ու վերը երկինքը հրաշքներ պիտի ցուցնեմ, վարը երկիրը նշաններ պիտի ցուցնեմ, արյուն, կրակ, ծուխի մառախուղ, արևը խավարի պիտի դառնա, լուսինը արյունի, դեռ Տիրոջը մեծ ու երևելի օրը չեկած, եւ 21 համար ասում է, ու պիտի ըլլա, որ ամեն ով որ Տիրոջ անունը կանչե, պիտի փրկվի։ Եղբայրներ քույրեր, մի բան եմ պատմում իմ կյանքից, տարիներ առաջ դժվարության մեջ էինք, ապրում էինք Վարձով միտեղ, տարածքից էլ հեռու, երեխաները փոքր, հիվանդացել են ջրծաղիկով, քույրիկները գիտեն, դա ինչքան դժվար է երեխեքի մոտ, մեկը մեկից վարակվել է, ամռան ամիս, շոկ, քորը, գիտեք չէ այդ հիվանդությունը, ես էլ սմենով աշխատում եմ, ջախջախված վիճակ, ծանր վիճակ, մի հատ հենարան չկա, մի հատ սենց անկյուն չկա, որով մխիթարվեմ, որին ապավինեմ, եւ եկել եմ տուն, սմենից եկել եմ 24 ժամ էի աշխատում այդ ժամանակ, եկել եմ տուն, տենում եմ այդ իրավիճակը, կողակիցս էլ լավ չի, այն փոքրն էլ նոր ծնված, այդքանը հերիք չի, Վարձով ապրում ես, Վարձի օրն էլ մոտիկանում է, ինչքան ծանր, ես կյանքս չեմ պատմում, հասկացաք ինչ իրավիճակի մեջ եմ եղել ես, բայց ինչ կատարվեց, տեսա բոլորը պարկեցին, առանձնացա, մի անկյունում աղոթելս չի գալիս, դժվարություն, պայքար, սատանան էլ առիթ օգտագործում, ինչքան կրակոտ նետեր ա բերում, բայց ծունկի եկա, ասեցի Տեր, դու իմ մեջ ես բնակված քո հոգիով, եւ սկսեցի այդ համարը հիշել, աղոթք արեք հոգիով, եւ այդ բանի վրա հսկեցեք կատարյալ հարատևությամբ եւ աղաչանքով, եղբայրներ քույրեր, Աստծո առաջ եմ ասում, բերանս չի բացվում, որ աղոթք անեմ, կամաց սկսեցի մրմունջով Սուրբ Հոգով աղոթք անել, մի քիչ հետո կամաց Սուրբ Հոգու աղոթքը բռնկվեց, հետո տեսա ոնց որ մի հատ հույսի դուռ բացվեց, հետո տեսա կամաց լուսավորվում է ներսս, իրավիճակը մնացել է նույնը, գիտեք, ոչինչ չի փոխվել, բայց որտեղ է բան փոխվել, որտեղ, հələ ուշեք ինձի, դա կատարվում է տաճարի ներսում, եղբայրներ քույրեր, էդի դրսևանց չի երևում, եւ Սուրբ Հոգուն տեղ տվեցի, եւ եկավ, կատարվեց Հռոմայցի մեջի գրված այդ խոսքը, որ Սուրբ Հոգին միաբանվում է մեր հոգի հետ, եւ չգիտենք ինչ եւ ինչպես պիտի աղոթք անենք, Հռոմայցի 8-րդ գլուխ, բայց Հոգին Սուրբ գիտի եւ անբարբար հառաչանքներով ինչ անում, հիշում եք, բարեխոսություն անում, մեկ էլ մի որոշ ժամանակ հետո տեսա Սուրբ Հոգու կրակը բռնկվեց, եղբայրներ քույրեր հիմա հողակտական աղոթք չի գնում, հո կրակը գետերը խոստացյալ բխում է, ես տեսա որ պակասը նրա մեջ էր, որ Սուրբ Հոգուն տեղ չէի տվել եւ բոցավառվեց այդ կրակը, հիմա նախանձները չի շարժում մի քիչ,
Բոլորը ժպիտով նայում եք, որովհետև Տիրոջ հոգու գործն է պատմվում, ավետարանի խոսքը կատարվեց, բոցավառվեց կրակը Սուրբ Հոգու եւ մարդկային բոլոր օտար կրակները սկսեցին մարել։ Կատարվի այսօր դա մեր կյանքի մեջ թե ոչ։ Կարդում եմ Հայտնություն 21-րդ գլխից, պատրաստում ենք աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Հայտնություն 21-րդ գլուխ 3-րդ խոսքից կարդում եմ. ու երկնքեն մեծ ձայն մը լսեցի, ուշադիր լսենք, որ կսեր, ահա Աստծո խորանը մարդկանց մեջ։ Դուք հասկացաք դա ինչի մասին է։ Տաճար դարձավ, մարդը տաճար դարձավ, ում մտքով կանցներ, եղբայրներ, քույրեր։ Ես եւ հայրը պիտի գանք եւ ինչ պիտի անենք, հələ ուշեք, ինչ պիտի անենք, օթևան պիտի անենք։ Հիմա կատարվում է Տիրոջը խոսքը, ու երկնքեն մեծ ձայն մը լսեցի, որ կսեր, ահա Աստծո խորանը մարդոց մեջ, ու անիքա անոնց հետ պիտի բնակի, լսում եք, անոնք անոր ժողովուրդ պիտի լան, եկեք մի հատ ասենք փառք ես Տեր, եւ Աստված ինք անոնց հետ պիտի լա, իբրև անոնց Աստվածը, այսքանով չի վերջանում, 4-րդ խոսք, եւ ինք անոնց աչքերեն բոլոր արցունքները պիտի սրբե, եւ ալ մահ պիտի չլա, ոչ սուկ, ոչ աղաղակ, ոչ ցավ պիտի լա ասկե հետո։ Երանություն ա թե չէ, եղբայրներ, քույրեր, երկնքով ապրենք, երկնքով ցավ չկա, սուկ չկա, հիվանդություն չկա, եւ վասնզի առաջվան բաները անցան։ Եվ ան, որ աթորի վրա կնստեր, ըսավ, ահա ամեն բաները նոր կնեմ, ուսավ ինձի, գրե, վասնզի այս խոսքերը ճշմարիտ ու հավատարիմ են, նաև ըսավ ինձի, եղավ, ես եմ ալֆան և օմեղան, սկիզբը ու վերջը, ես ծարավին ձրի պիտի տամ, կենաց ջուրի աղբյուրներեն, ան, որ կհաղթե, ամեն բաները պիտի ժառանգե, ու ես անոր Աստված պիտի լամ, ան ալ ինձի որդի պիտի ըլլա։ Կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ։